Երկու շաբաթ է, ինչ ես բարձրաձայնել եմ այն հարցը, որ վկայություններ կան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դիրքերի մասին, որտեղ դիրքապահները հասնում են անցնելով ադրբեջանական անցակետի միջով։ Երկու շաբաթ է։ Միայն իմ էջի միջոցով այդ հարցին մասին իմացել է 200,000 մարդ։ Միայն իմ էջի միջոցով։ Փաշինյան Նիկոլը ասում է 8 միլիարդով ավելացրել ենք մենք մեր պետական պարտքը, ինչ ենք արել, զենք ենք գնել, եթե ուզում եք տեսնել այդ զենքը կամ ուզում եք տեսնել դիրքերի կահավորումը, մենք կարող ենք այդ դիրքերի կահավորում էլ ասելով մարդու մոտ, երբ ասում են մարդու մոտ տպավորությունը բան է, խոլ են դրել դիրքերում, ինչ են արել, թազա բան է, հա, հետաքրքիր խոսելաձև է դիրքերի կահավորումը։ Հիմա ասում են խմբեր կազմեք, տանենք ցույց տանք։ Դիմում եմ Փաշինյան Նիկոլին, դիմում եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, դիմում եմ արտաքին հետախուզական ծառայության տնօրենի տեղակալին։ Կան վկայություններ, որ որոշ դիրքեր կան Սև լճի հատվածում, որտեղ դիրքապահները հասնում են անցնելով ադրբեջանական անցակետերի միջով։ Որի ժամանակ զննության են ենթարկվում զինվորները, օֆիցերները, որի ժամանակ հետևապես ստորացման են ենթարկվում հայ զինվորները եւ օֆիցերները։ Հիմա դուք եք ասել, դուք ինքներդ ասում եք, խմբեր կազմեք, տանենք դիրքերը ցույց տանք։ Ձեր սլենգով ասած կահավորված։ Բոշյան Արման, Անդրանիկ Սիմոնյան, առաջարկում եմ ձեզ ինձ հետ վերցնելով 1-2 լրագրող, ձեր ցանկացած լրագրողը ուղիղ եթերում եւ 1-2 օֆիցեր եւ զինվոր, ովքեր իրենց հավաքները, իրենց ծառայությունը 25 օրյա անցկացրել են այդ դիրքերում։ Միասին բարձրանանք Սև լճի իմ մատնանշած դիրքերը ուղիղ եթերում։ Առաջարկությունը ձերն է, ես էլ հանդես եմ գալիս կոնտր առաջարկությամբ, որպեսզի հասարակությունը մեկ ընդմիշտ իմանա, կան արդյոք Հայաստանի Հանրապետությունում նման դիրքեր, թե